عارف الهولد Edmichore jam 4-ն ֆյուչերեն կներկայացնենք հայերեն լուրերու հաղորդումը եւ կսկսենք խորակիրներով։ Նախարար Նալբանդյան Բեյրութի մեջ կտեսակցի լիբանանցի պատասխանատուներու հետ։ Նախագահական ընտրության թեման 14 մարտի ուժերուն եւ Ռաիի միջև։ Հեզբալլա գկուժե Ղալամունի մեջ իր 10 զինյալներու սպանություն։ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդյան ժամանեց Լիբանան եւ դեսակցեցավ վարչապետ Թեմամ Սալամի հետ Բեյրութի մոտ Հայաստանի տեսփան Աշոտ Քոչարյանի ընկերակցությամբ։ Դեսակցության ընթացքին քննարկվեցան երկկողմանի հարաբերությունները եւ շրջանային զարգացումները։ Նալբանդյան նախաբես դեսակցած էր իր լիբանանցի պաշտոնագիր Ջիբրան Բեսիլի հետ եւս։ Մամլո միացյալ ասուլիսի ընթացքին Բեսիլ նշեց, որ Լիբանանն ու Հայաստանը այս տարի կգիսեն չարթերու եւ դեղահանության միացյալ 100-ամյակը։ Ըստ անոր Երևանն ու Բեյրութ կմտածեն ամրապնդել երկկողմանի գաբերը եւ միասնապար պաշտպանել շրջանի փոքրամասնություններուն եւ խմբավորումներուն իրավունքները։ Նալբանդյան անդրադարձավ արևդրատնտեսական եւ իրավական գաբերուն Լիբանանի մեջ զարայող հայ զինվորներու առաքելության, ահաբեկչության թեմ պայքարի հարցով համագործակցության, սուրիացի քաղաքականներու թղթաձրարին, արևելքի մեջ քրիստոնյաներու պաշտպանության եւ անցյալ մարտին Լիբանանի, Հայաստանի, Ռուսիո եւ Վատիկանի նախաձեռնությամբ կայացած համակումարին։ Հայաստանի նախարարը նաև շնորհակալություն հայտնեց լիբանանցիներուն ցեղասպանութենեն փրկված հայերը ընդունելուն համար եւ կարեւորեց Լիբանանի քաղաքական, ընկերային, տնտեսական ու մշակութային կյանքին մեջ հայ համայնքի թերը։ Ան նաև ներկայացուց Ղարաբաղյան բանակցություններու նորակույն զարգացումները։ Լիբանանյան առումով 14 մարտի քաղաքական ուժերեն երեսփոխանական պատվիրակությունը այցելեց Բքրքե եւ դեսակցեցավ Մարունիներու կարդինալ Բշարա Ռայ Բադրիարքին հետ քննարկելու համար նոր նախագահի ընտրության հարցը։ Քննարկումներով ավարտին հրաբարակված հաղորդակցության մեջ նշվեցավ, որ ժողովականները շեշտած են սահմանադրությունը հարգելու, թադարգությունը մերժելու եւ նոր նախագահը ընտրելու հրամայականը։ Հաղորդակցության միջոցներու նախարար Բուտրոս Հարբի համաձայն գազմված է 5 երեսփոխանները փաղացած պատվիրակությունը ժողովի մանրամասնությունները, որոշումները եւ առաջարկները փոխանցելու համար խորհրդարանի նախագահ Նեբիհ Բրրիին։ Կոչ կուղենք խորհրդարանի նիստերը բաց հայտարարելու եւ խորհրդարանի մեջ ամենօրյա ներկայություն ապահովելու։ Անհրաժեշտ է նախագահի ընտրության առաջին նիստեն յետք ժողովներ կայացնել գես առավել մեկի հիման վրա, որովհետև երկրորդ հանգրվանեն սկսյալ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ են 65 քվեներ, ըսավ Հարբ։ Ժողովին ընթացքի Ռայ արտասանեց խոսքը, որում մեջ կոչ ուղեց նոր նախագահի ընտրության համար հիմնվել սահմանադրական ելքերու վրա։ Անոր խոսքով ամոթ է թադարգության դարիմը եւս փոլորել։ Մենք կզորակցենք ցեզի եւ մտահոգ ենք նախագահի բացակայությամբ Ձեր պաշտոնակիցներեն 42-ը բոյկոտի կենտարգեն նախագահական ընտրությունները, բանջելով Լիբանանի մեջ արտադրված ուժեղ նախագահի ընտրությունը։ Մենք համաձայն ենք իրենց բանջքին հետ, սակայն կընդդիմանանք ընդրված միջոցին, ըստ ավան, եւ գոչ ուղեց համաձայնական ելքեր գտնելու։ Վարչապետ Թեմամ Սալամն նշեց, որ Լիբանան կմտածի տնտեսական կարևոր թիրք մկրավել շրջանին մեջ։ Արաբ եւ չինացի գործարարներու համաժողովի ընթացքին իր արտասանած խոսքին մեջ Սալամ թիդել տվավ, որ լիբանանցիները գտիմակրավեն բազմաթիվ խնդիրներ, սակայն կփորձեն երկխոսությամբ եւ համաձայնությամբ լուծումներ գտնել։ Նախագահի աթորը թադարգ է եւ խորհրդարանը դակավին չէ գրծած ընտրել նոր նախագահը։ Խորհրդարանի սովորական նստաշրջանը պիտի փակվի 4 օր յետք։ Ուստի երգիրը պիտի զրկվի սահմանադրական օրենսդրական աշխատանքի ըստ վարչապետը։ Անսակայն հաստատեց, որ հուսահատելու առիթ չկա։ Սալամ դեսակցեցավ նաև Մեծնպրիդանիո նախկին վարչապետ Գորդոն Բրաունի հետ, որ այժմ գվարե ՄԱԳ-ի միջազգային գրթության գործակալության դնորենի պաշտոնը։ Հեզբալլա հայտարարեց Ղալամունի բարձունքներուն վրա իր անդամներեն 10-ին սպանության մասին Սուրիո ինտիմատիր Ֆաթահի բանակ կազմակերպության կորզատրած մեկ հատուկ գործողության հետևանքով։ Միջադեպը տեղի ունեցած է Սելեժե բարձունքին վրա, ուր ինտիմատիրներ նաև հայտարարեցին Հեզբալլային առնվազն 7 զինյալներու քերեվարման մասին։ Ըստ Հեզբալլայի հաղորդակցության, գործողության ընթացքին սպանված են դեղական ղեկավար Ղեսեմ Ֆաղիհը, որ կհամարվի սահմանային Ֆլիտա շրջանի գործողություններու փոխղեկավարը եւ Հեզբալլայի հատուկ ուժերու պատասխանատուները մեկը։ Ինտիմության համաձայն Սելեժեի թագարտին հետևանքով նաև վիրավորված են Հեզբալլային քանի զինյալներ։ Իրաքի մեջ զինվորական միացյալ ղեկավարությունը նշեց արևմտյան անբար քավարը ազատագրելու գործողության մեկնարկման մասին։
Ըստ ապահովական ուժերուն զայրահեղական զինյալներու զինամադագարարման բոլոր ջամփաները գդրված են, իսկ փանագեն եւ ապահովական ուժեր մեծաթիվ զինվորներ գտնվի ռեմեդիի մոտ, արի նախապատրաստություն զինվորական լայնածավալ կորզողությունը իրականացնելու։ Իսկ Միացյալ Նահանգներու փոխնախագահ Ջո Բայդեն հերախոսազրույց ունեցավ Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի հետ եւ ողջունեց զինյալ գազագերբություններուն թեմ բայկարելու իրաքյան փանագին եւ ապահովական ուժերուն չանքերը։ Նախաբես պաշտպանության քարտուղար Աշտոն Քարթեր նշած էր, որ Իրաքի փանագը դրամատրություն չունի գրվելու իսլամական պետություն գազագերբության թեմ։ Հաղորդվեցավ մինչ այդ, որ Դաեշ գազագերբությունը ստանձնած է Թունուզի մեջ տեղի ունեցած եւ 3 կատարված Բուշուշա զորանոցի զինյալ հարձակումի պատասխանատվությունը, որոնց հետևանքով սպանված էին 8 զինվորներ։ Սուրիո մեջ զինյալ ծանր փախումներ տեղի ունեցան Հալեբի զանազան թաղամասերու մեջ, իսկ Դամասկոսի կենտրոնական Թադամոն թաղամասին մեջ տեղի ունեցան ընդհարումներ Բաղեստինյան քաղաքագայանին մոտ։ Թուրքիո արտաքին գործոս նախարարության փամփերը մինչ այդ նշեց, որ իրենք դակավին չեն համաձայնած ամերիկացիներուն հետ Սուրիո հյուսիսային շրջաններուն մեջ ապահովական կոդի հաստատելու մասին։ Ըստ նախարարության փամփերին Անկարա կզորակցի Սուրիո հյուսիսի մեջ ապահով կոդի հաստատելու բոլոր ծրագիրներուն։ Իսկ այժմ կանցնենք ցանցումային ընդմիջումի Որմեյետ Կոհանյան Ղարաբաղյան բանակցություններուն մասին։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան անդրադառնալով այն փաստին, որ Եվրոմիության արևելյան գործընկերության Ռիգայի քաղաքաժողովի ամփոփի չերչագակրին մեջ հիշադակված է Լեռնային Ղարաբաղը ըսավ։ Հայաստան հավատարիմ կմնա Ղարաբաղյան հագամարտության խաղաղ ղեկավարումին։ Մենք բանակցային ճանապարհով խաղաղ ղեկավարման կողմնակից ենք։ Ան պետք է հավասարներու երկխոսությունը ստեղծե եւ վստահության մթնոլորտ մցեվավոր է։ Վերջինս կստեղծվի նաեւ զինաթաթարի համացանակրի պայմանները պահպանելու արդյունքով ըսավ նախարարը։ Այն հարցումին, թե Եվրասիական տնտեսական միության միանալի ետք Հայաստանը պաշտպանության առումով ինչ առավելություններ ստացած է, Օհանյան պատասխանեց, Եվրասիական տնտեսական միության ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը կմնան Հայաստանի օրագարկին վրա։ Մեր առջև տրված խնդիրները հնարավոր չէ հաջողությամբ իրականացնել առանց արտաքին քաղաքական գործընկերներու հետ համագործակցության, ներառյալ այն խոշոր երկիրներուն հետ, որոնց հետ մենք արդեն աշխատենք։ Այն խնդիրները, որոնց վրա աշխատիլը մենք կնախադեսեինք Եվրասիական տնտեսական միության շրջանակները ներս, կպահպանեն իրենց արդիականությունը, ընդգծեց նախարար Օհանյան։ Գագնգալվի, որ վաղը Հայաստան ժամանե Կիպրոսի պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոգայիտեսը։ Թիմավորման արարողության ավարտին կգայանա Հայաստանի եւ Կիպրոսի պաշտպանության նախարարներու առանձնազրույցը եւ երկու պետություններու պատվիրակություններուն հանդիպումը։ Կստորագրվի հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015 թվականի ծրագիրը, որուն կհաջորդե մամլո միացյալ ասուլիսմը։ Բարձր հովանավորությամբ Լիբանանի մոտ Հայաստանի տեսփանության Ֆարրա Դիզայն Սենթերը համագործակցությամբ հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնին ինքշաբթի մայիսի 21-ին ի վեր կշարունակե ցուցադրել լիբանանահայ արվեստագետներու 2015-ի ցուցահանդեսը, մասնակցությամբ լիբանանահայ քեղանկարիչներու, քանդակագործներու, լուսանկարիչներու։ Ֆյուչերի հadoop տեսանյութը Ֆարրա Դիզայն գալերիան։ Լիբանանահայ արվեստի ցուցահանդես 2015-ին ցուցադրված էին լիբանանահայ դաղանթավոր եւ վաստակաշատ արվեստագետներու բարձրորակ ստեղծագործությունները՝ Հարություն Թորոսյան, Գրիգոր Նորիգյան, Զոհրաբ Քեշիշյան, Զավեն Խդշյան, Գյուվդեր, Գրիգոր Ագոպյան, Ռաֆի Եդալյան, Գյուլեն Դերբողոսյան, Ժակլին Օհանյան, Ժերար Ավեդիսյան, Միսակ Թերզյան, Նիկոլ Բուլդուկյան, Արա Ազադ, Լեոնի Փիլարտ, Ռիտա Մասոյան Եդալյան, Միրեյ Գոգիգյան, Ժանետ Հագոպյան, Հագոբ Քլաջյան, Դարիա Խդշյան, Մարալ Դերբողոսյան, Վահրամ Աղազարյան եւ Շահեդեր Հարությունյան։ Ցուցահանդեսին իր մասնակցության մասին անդրադարձավ արվեստագետուհի Ժանետ Հագոպյան, որ անցյալ մարտին ունեցած իր ժամանակի մեջ քարացած բահը խորակրով ցուցահանդեսով արժանացած էր լիբանանյան մամուլի արձագանքներուն, մինչ Daily Star բարբերականը խոր քնահատանքով անդրադարձած էր հայոց ցեղասպանության 100-րդ դարելիցին նվիրված 1915 Ethics of War գդավին, որ համեմատած էր Պիկասոյի Գերնիկա կորձին հետ։ Իսկ որ այս ցուցահանդեսը երկու պատկան կպարունակի։ Առաջին պատկամը, որ մենք այստեղ հավաքված ենք արվեստագետներով եւ միացայն կմասնակցենք, մեր ցայնը կբարձրացնենք ցեղասպանության հարամեկի ոգեկոչմանը եւ կպահանջենք մեր իրավունքը համաշխարհային բեմահարթակեն։ Այստեղ պիտի նշեմ, որ հայ ժողովուրդը կնմանի գարցե ածուխի
որ ճնշման տակ կվերածվի այդ համանտի եւ օրինակները այսօր այս ցուցահանդեսի մեջ կրնակ տեսնել։ Երկրորդը մեր խոսքը, մեր ցայնը նաեւ ուղղված է մեր երիտասարդությանը, որը այս միաբանությունը, այս ամբողջությունը, որ մենք տեսանք այս 100-ամյակի ոգեգոճման ընթացքին, իրենք ականատես եղան եւ իրենց վրա պիտի է ավոր տպավորությունը ապագա ընթացքին, ապագա սերունդներին, որ իրենք հալ նաեւ այդ հանձնարարություն ունեն փոխանցելու այս ամբողջ միությունը կրնատառնալ մեր ազգային գաղափարախոսությունը եւ գահասնի իր որևիցե նպատակին։ Ցեղասպանության դարելիցին հadoop մոդեցում ցուցաբերած էր արվեստագետ Գրիգոր Ագոփյան, որ Այփուփեն հայոց խորակիրը գրող անհատական ցուցահանդեսով օրերս հանդես կուքա համազգայինի Լույսի Տուտունջյան ցուցասրահին մեջ։ Ասկե 10-15 տարի առաջ, երբ որ 1700-ամյակ եղավ քրիստոնեայության, այնադեն որոշեցի, որ բամը պետք է ընեմ 2015-ին համար, որբեսի 100-ամյակը արժևորվի։ Ուրեմն մտածեցի ինչ կա զուտ հայկական։ Նուրը ըրած եմ, Երևանը միլիոն հոգի ըրած է։ Մինակ հայկական բանը գա, որ մեզի դարբեր գնե մյուսներեն, մեր այփենքիմն է։ Եվ դարիներ արավ ինչպես ինչ ցևով իտնեմ, որոշեցի իմ ստայլովս իտնեմ։ So 3 տարի արավ լման 38 դարերը այփենքիմ ամեն մեկը մեկ բաստարի վրա 80-60 չեմ գիտել ինչու զադեցի այդ չափը, ավոր երևցավ, ուրեմն նստա 3 տարի աշխատեցա եւ հիմա ցուցահանդես ունիմ, հոս մի քանի գդոր տրած եմ, մնացածը համասկային Լույսի Տուտունջյանն է մինչեւ ամսուն վերջը, վերջապես արվեստագետը գուզեպան մնել, որ իր մի առաջ մեկը չէ, հիմա հայկական քիրերը illustration շատ դրած են, գիտես, Այփուփեն ամեն մարդ դրած է, բայց իբրև բաստար, իբրև արտ, իբրև սյուրռեալիստիկ արտ, մեկը չէ ըրած։ Այս ցուցահանդեսին հadoop անգյունը դրամատրված էր ի հիշադակ լիբանանահայ ձանոթ լուսանգարիչ Վարուժան Սեթյանի։ Հատկանշական էր նաև հիշադակներու անգյունը, ուր ընդգրկված էր այն թաբահայերու մնացորդածներու հուշերը եւ հիշադակները։ Ողբացյալ Լիդիա Յախսզյան Եդալյանի երկու աշխատանքները եւ Արա Արազի installation-ը, որ կներկայացներ արվեստագետի այն թեպցի նախնիներու ցեղասպանութենեն առաջ եւ մինչեւ իր օրերը սերունդ անցած ցերնափայդերու պատմականը։ Իր գարքին ցուցահանդեսի գազագերբչական բաժնին իր օժանդակությունը փերած քանթագագործ եւ քեղանկարիչ Ռաֆի Եդալյան անդրադարձավ ցուցահանդեսի նպատակին։ Մենք իբր հայ արվեստագետներ այս ցուցահանդեսով ցույց կտանք մարդկային արժեքները եւ իրավունքները մեր արվեստի գործերով եւ միշտ կուզենք փոխանցել խաղաղության եւ սիրո պատկամը աշխարհին։ Ըստ ինձի կգարձեմ, որ ամեն արվեստագետ պետք է հավատարիմ մնա մեր այս տադին, որովհետեւ մեր տադը արդար է եւ մենք հիշելու ու պահանջելու պարտավորություն ունենք։ Նշենք, որ 2008-ին հայոց ցեղասպանության թանգարանին նվիրած վերաբրող վկաներ քեղանկարեն եւ 2012-ի սեպտեմբերին Զմմարու վանքի շրջափակին մեջ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ բաբի գողմե իր աշխատանքներեն Հակոբ Մեղաբարդի բրոնզե քանդակի օրհնումեն յետք, որում մանրագերտը գտնվի Վատիկան, Եդալյան անցյալ ապրիլ 12-ին գտնվեր Վատիկան, ուր արձանագրեց իր հերթական նվաճումը։ Ամենաբադիվ հոգևոր դիրոջ Դանանգիլիգիոն Էրսես Պետրոս 19-րդ կաթողիկոս պատրիարքի պապակով ապրիլ 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի մեջ մատուցված պատմական Սուրբ այս պատարագի ընթացքին ներկայացուցի Երանելի նահատակ Իգնատիոս Մալոյանի քեղանկարը Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան կայանապետին եւ այս գործս Վատիկանը որոշեց դվել հայոց ցեղասպանության 100-ամյակի նվիրված թրոշմատուղթին վրա սեպտեմբեր 2015։ Նշենք, որ Ֆարրա Design Center-ի դնորեն Ռոնալդ Ֆարրայի քնահատելի նախաձեռնությամբ իրականացած այս ցուցահանդեսը կշարունակվի մինչև շաբաթ 30 մայիս։ Իսկ այժմ հաղորդման ավարտին վերհիշեցնենք մեր գլխավոր լուրերը։ Նալբանդյան Բեյրութի մեջ կտեսակցի լիբանանցի պատասխանատուներու հետ։ Նախագահական ընտրության թեման 14 մարտի ուժերուն եւ Ռաայի միջև։ Հեզբալլահը կուժե Խալամունի մեջ իր 10 զինյալներու սպանությունը։ Հյուչերեն ներկայացուցին հայերեն լուրերով հաղորդումը ծնվեցություն։ مش عارف الهولد